Բեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԵ-ի նկատմամբ, խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել է եւ ԴԱ-ի նկատմամբ 3 դրվագով։ Ձերբակալված 2 անձանցից մեկը Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվել է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 44-ամյա եւ 36-ամյա եղբայրները ներգրավելով այլ անձանց նախապատրաստում են 32-ամյա երիտասարդի սպանությունը։ 32-ամյա երիտասարդը հայհոյել է եղբայրներից մեկին, ինչի մասին նա իմանալով ու գտնվելով արտերկրում հրահանգել է Նոր Հաչնում բնակվող 44-ամյա եղբորը վրեժխնդրության նպատակով հաշվի առդար տեսնել երիտասարդի հետ։ 44-ամյա տղամարդը մտադրությունը իրականացնելու նպատակով ձևավորել է հանցավոր խումբ, որի անդամները զինվելով ատրճանակներով եւ ինքնաձիգներով Նոր Հաչնում սկսել են որոնել 32-ամյա երիտասարդին։ Վերջինիս մտերիմների հետ Նոր Հաչն քաղաքում մեքենայով շրջելիս նկատել է 44-ամյա տղամարդուն եւ իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակոցներ արձակել ու դիմել փախուստի։ 44-ամյա տղամարդը խմբի անդամների հետ հետապնդել է 32-ամյա երիտասարդին, կանգնեցրել մեքենան, սակայն չհայտնաբերելով նրան, ցենքի սպառնալիքի ներքոցեցի է ենթարկել 2 ընկերներին։ Պարզվել է նաեւ, որ 44-ամյա տղամարդը իր կողմնակիցների հետ սոցիալական հարթակներից մեկում ստեղծել է խումբ, նպատակ ունենալով վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը եւ հարմար պահի տեսախցիկների ու մարդկանց բացակայության պայմաններում կյանքից զրկել նրան։ Հանցավոր խմբի 3 անդամների բնակարաններից հայտնաբերվել են կալաշնիկով ինքնաձիգ, իր պահեստատուփով օդաճնշիչ հրացան, տարբեր դրամաչափի 86 փամփուշտներ, սվին դանակ, 9 անձ հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Գարեգին Բեի եղբայրը Գևորգ Ներսիսյանը եւ եղբորորդին Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ են արձակվել, նրանց հանդեպ սահմանվել է վարչական հսկողություն խափանման միջոց։ Մայիսի 5-ին տեղեկություններ են ստացվել, որ Բուսաբանության ինստիտուտի մուտքի մոտ գտնվող տաղավարի ետնամասում դիկա պարզվել է, որ մահացած ազգությամբ ռուս Վալենտինա Օրլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել են Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցները։ Մայիսի 7-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսանշերամի փողոցում այրվում է վագոն տնակ։ Հրշեջ փրկարները մարել են կրակը, այրվել են վագոն տնակի տանիքից մոտ 2 քառակուսի մետր եւ տնակին կից շինությունը մոտ 10 քառակուսի մետր։ Տնակին կից շինության լոգարանում հայտնաբերվել է ՊԿ-ի դին։ Մայիսի 6-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դրան թակոցներին։ Փրկարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, հայտնաբերել վարորդի մարմինը։ Մայիսի 7-ին Կոտայքի մարզի Ձորախբյուր բնակավայրում բախվել են Kia Forte եւ BMW մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան։ Ըստ Շամշյանի Kia-ի վարորդի հարազատները հայտնել են, որ վթարի պատճառը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են եղել։ Մայիսի 5-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Իրինայի վարած Nissan Rouge եւ Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Սևադայի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Իրինան եղել է ոչ թափ վիճակում, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Մայիսի 6-ին Աբովյանում բախվել են BMW X5 եւ VAZ 21-21 մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան։